Ուժայինները առավոտյան խուզարկություն են իրականացրել Գյումրու Մայր Հայաստան դաշինքի գրասենյակում և համակիրների բնակարաններում, երկուսին տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե, ահազանգում են Մայր Հայաստանից։ Ես եմ եկել գրասենյակ, այստեղ են եղել մոտ 20 հոգով ոստիկաններ, ասացին նաև ինչ-որ 6-րդ վարչություն, ինչ-որ հակակոռուպցիոն կոմիտե։ Հա, էլի բացատրություն եմ ուզում, ինչի համար ես ամենը ինչի համար եք անում, ինչին է միտված, չեն տալիս կամ չեն ուզում տալ։ Մայր Հայաստանից իրավապահների գործողությունները որակում են հարձակում ընդդիմադիր ուժի նկատմամբ։ Զգացել եմ, որ հնարավոր է նաև մենք մեր թիմով դառնանք մերան, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբելով փորձենք իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Քննչական գործողություններ են իրականացվել նաև մեր քաղաքը դաշինքի նախընտրական շտաբում, ուժայիններն այցելել են քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն։ Տղայիս եւ հորս ձերբակալ են տանեն, Երևան են տանելու, հետո նոր արդեն կնանք գրասենյակ, բայց արդեն նաև ինֆորմացիա ունեմ, որ ավագանու անդամության թեկնածուների տներն են գնացել։ Գրիգորյանն ասում է, նման զարգացում ակնկալում էր, նրա խոսքով երեկ բացահայտել է իշխանական սխեմա։ Հաղթող թեկնածուին ճնշելու են, փորձելու են ճնշեն, բայց ես հեշտ ճնշվողների չեմ, ամեն ինչ նորմալ է, ավելի լավ, թող տանեն տղայիս էլ, հորս էլ, թող տանեն ձերբակալեն, իրանք ընդեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում, նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ կապված խնդիր չլինի, ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առիթով։ Ազատ ընտրության վրա ցանկացած ազդեցության և ներգործության փորձ դատապարտելի է, հայտարարեց քաղաքացիական պայմանագիրը։ Կուսակցության շտաբն այսօր ասուլիս հրավիրեց։ Դատապարտում ենք այն բոլոր գործողությունները, որը գյումրեցուց մեր ժողովրդից ցայնի իրավունքի զրկել է, ստիպել կամ այլ օրինախախտ միջոցներով մարդու ցայնի վրա ազդեցություն ունենալ։ 2018-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին հեղափոխություն է իրականացրել վերականգնելու ազատ ընտրության իրավունքը, արատավոր անցյալին փողով ու կաշառքով քվեարկությանը երբեք վերադարձ չի լինելու, ընդգծեց Արուշանյանը։ Ընդդիմադիր թեկնածուների ցուցակներում կան պետական աշխատողներ, դպրոցների մանկավարժներ, եւ ես որպես մարզպետ վստահեցնում եմ, որ որևիցե մի դեպք չի եղել, որ որևիցե մեկի վրա ճնշում գործադրվի։ Մենք ապահովելու ենք արդար ժողովրդավարական գործընթացներ, վստահեցնում են քաղաքացիական պայմանագրից։ Ես մշտապես յուրաքանչյուր քաղաքացու հորդորել եմ գնալ եւ օրինական ձևով հաղորդում տալ հանցագործության մասին։ Այսինքն, որ միջամտում են, ներգործություն են ունենում կաշառքի տեսքով, խոստումների տեսքով, վառելափայտի, սննդի տեսքով։ Կաշառք տալը, վերցնելը եւ միջնորդելը քրեորեն պատժելի է, ասաց Բաղդասարյանը։ Թույլ չենք տա, որ մեր քաղաքացու հետ հայոյանքով խոսեն, սպառնալիքով խոսեն, հետո ընտանիքի անդամներին առավելապես տղամարդկանց գնան բերման ենթարկվեն։ Տեխնացուներից մեկը ինձ որպես կին թիրախավորել է բուլինգի է ենթարկում։ Իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնել այդ բառամթերքով։ Հայաստանը օրինական պետություն է, իրավական պետություն է եւ նման մարդկանց տեղը իրենց ցույց տված սիրելի վայրում է, գաղութում։ Եղա մի ամիս ինձ հետապնդում է իր խոսույթով։ Ինչի որ կին են դրա համար։ Ո՞ր մեկը։ Վարդան Ղուկասյանը։ Դավիթ Արուշանյանը դարձյալ ողջախոհության ու զսպվածության կոչ արեց բոլոր ուժերին, վստահեցնելով նաև որպես իշխանություն կազմակերպելու են ազատ, արդար, թափանցիկ, լեգիտիմ եւ անցնցում ընտրություններ Գյումրիում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։